Պարոն Մանուկյան, այսօր էլ Սարգիս Խանդանյանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության ընդունման ճանաչման միջազգային ճանաչման թեմային, Նիկոլ Փաշինյանի լեզվով խոսեց այդ թեման այլ պետությունների կողմից զենքայնացնելու, իրենց օգտին օգտագործելու եւ փաստացի այս համատեքստում ներկայացրեց, որ պետությունները ոչ թե Հայաստանի Հանրապետության համար են դա անում, այլ իրենց հավատարմությունն են ՄԱԿ-ին ներկայացնում եւ ցույց են տալիս, թե իրենք որքանով են ժողովրդավար եւ որքանով են ընդհանրապես դատապարտում մարդկության դեմ այդպիսի հանցագործությունները։ Գիտեք, պարզ մարդկային ճշմարտությունները, իրողությունները մեր ժողովրդի հետ կապված այնքան այլևս անօգուտ է սրան բացատրել, որովհետեւ գիտելիքի պակասն է կամ ընդհանրապես իրենց քաղաքականությունը արդարացնելու համար ամենաաբսուրդային մեկնաբանությունների տիրույթ են հայտնվում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է մեր ժողովրդի ամբողջ ընթացքում գործունեության հիմքերից մեկը։ Ի վերջո պետք է գիտակցենք, որ միայն Հայաստանի Հանրապետության իրենց պատկերացրած հպարտ քաղաքացիներով չի, որ արտարծում է հայոց ցեղասպանությունը, եւ ամբողջական հայությունը հայկական սփյուռքի իրավունքների հարց է, արդարության վերատիրացման հարց է։ Միաժամանակ իշխանությունները այն չեք մեղանքը, թե ամեն երկիր շահով է առաջնորդում, այդ տրամաբանության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը որևէ բան միջպետական հարաբերություն չպետք է հաստատի, քանի որ ցանկացած պետություն որևէ համագործակցություն Հայաստանի հետ իրականացնում է հաշվի առնելով նաև իր շահերը, որը նաև ձեռնտու է լինում Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրականում դա միայն հայ ժողովրդինը չէ, Հայաստանի Հանրապետությանը չէ։ Դա համամարտկային խնդիր է, որովհետև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որի ուսումնասիրությունը նաև հիմք է դրել Լեմկինի կողմից ցեղասպանություն, ջենոսիդ բառի եւ տերմինի ու հասկացության ամրագրմանը եւ այս առումով ցանկացած երկրում սա նաև այսպես ասեմ սեփական օրակարգ է եւ այն խուսանավումը, խուսափումը, որ այս իշխանություններն իրականացնում են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, որևէ կերպ համադրելի չեն նախորդ տասնամյակներում 2000-ականներին հատկապես հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այն մեծ հաղթարշավի հետ, որն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ հայ դատի գրասենյակների հանձնախմբերի դաշնակցության համահայկական կառույցի ջանքերով։ Ես պարբերաբար միշտ մեջբերում եմ թուրք հայտնի հրապարակախոս լրագրող հիմա մահացած է Մեհմեդ Ալի Բիրանդի 2000-ականների մի հոդվածի վերնագիր, որը այդ ցեղասպանության ճանաչման գործընթացը ձևակերպել էր հայկական ցունամի ու դատապարտում էր իրենց իշխանություններին, որ այդ ցունամիի դեմը չեն կարողանում առնել եւ ոչ էլ կարող են առնել։ Եվ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև այն գործիքներից մեկն է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շատ ավելի կարող է զորեղացնել։ Բայց այս իշխանությունները հայտարարել են նաև Արարատ Միրզոյանի բերանով, որ արտաքին քաղաքականության Հայաստանի գերակայություններից առաջնահերթություններից այլևս չի եւ նաև հայ հեղափոխական դաշնակցությունն էր մտահոգություն հայտնել, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է ընդհանրապես պահանջատիրության հարցը դուրս բերվի օրակարգից։ Իրականում խոսքը վերաբերում է անկախության հռչակագրի հայտնի կետի, որ հետամուտ է Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի Հանրապետությունը անկախության հռչակագրով։ Բայց ում հայտարարվել է, որ չի լինելու։ Ինչպես։ Ում արդեն հայտարարվել է, որ չի լինելու նախագծում։ Դե տեսնենք, կապրենք, տեսնենք կհասցնեն սահմանադրական փոփոխությունների, թե չէ, եւ բնականաբար այդ մասին պարբերաբար ենք խոսում այս խորհրդարանում 9-րդ գումարում, որ մեր խնդիրն է նույնիսկ հանրաքվեի չհասցնել են խայտառակ նախագիծը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով ձևակերպել են այս իշխանությունները, բայց ինչի կկանգնեցնի նրանց, որ չեն հասնի, ասենք ով կկանգնեցնի կամ ովքեր կկանգնեցնեն։ Սկսած առաջին փուլից, որ խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն եւ որևէ գործիքական չունեն,
առանց համանդրական մեծամասնության, առանց խորհրդարանի նախագիծը վավերացման դնել համաժողովրդական քվեարկության։ Բայց մի բան անպայման ուզում շեշտեմ, Արարատ Միրզոյանը կասի, Նիկոլ Փաշինյանը կասի, քելնեմ վերև, կիջնեմ վար, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չի կասեցնել։ Հնարավոր չի կասեցնել։ Իրենք չունեն թուրքական այն միլիարդավոր դոլարները, որ անցնող տասնամյակներին Թուրքիան ծախսում էր, բայց միշտ ծախողում էր։ Շնորհակալ եմ։ Երեք բանակում ոչ Շնորհակալություն։ մարտական պայմաններում կրկին մենք զոհ ունեցանք, դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ փոփոխություններ են լինելու, մասնավորապես ռազմական ոստիկանության պետին եւ այլ կադրային փոփոխություններ եւս, բայց ոչ Սուրեն Պապիկյանի եւ գլխավոր շտաբի պետի մակարդակով հիմա էլ քննարկվում է, որ ռազմական ոստիկանության պետ նշանակվելու է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Դուք այս փոփոխությունները որքանով եք ճիշտ համարում։ Երբ լուրը լսեցի Զաքարյան Աշոտի պաշտոնակության, մի պահ ուրախացա, բայց բան էր, հետ հաշվարկ ուրախություն էր, որովհետև Զաքարյան Աշոտը 20 թվից այդ պաշտոնի չպետք է լիներ, որովհետև իրականում 100 անգամ են բարձրացնել այդ խնդիրը Պաշտպանության հանձնաժողովում, նույնիսկ մի պահ կար, որ առաջարկում էի առնվազն աշխատանքային քննարկում, որտեղ անցնող տարիներին ռազմական ոստիկանությունը զինված ուժերում ոչ թե կարգուկանոն հաստատող կառույց է եղել, այլ ուղղակի սանձարձակ մի համակարգ, դեք շատ մանր բանակին առնչվող խորքային բան է, մեր բանակում երբեք չի եղել, որ ռազմական ոստիկանություն ունենա այդ ձևի լիազորություն, հատկապես վերջին առնվազն 10-15 տարիներին, այսինքն հրամանատարից այն կողմ զորամասում որևէ մեկը չի կարող լինել։ Եղել են դեպքեր, որ նախարարության էլ եմ արձանագրել, այսինքն զինվոր ծեծել, ամենաամբարտավան ձևով պահել, բայց բանա, այս իշխանության պարագայում այսպես է, էլի, ասում եմ, մինչև չտեսնես վերջինը, չես հիշի առաջինը։ Հիմա Փաշինյանի աշխատաձևն է, էլի, այսինքն մարդկանց հանել, բայց կողքից չհեռացնել, կգա մի օր կնշանակենք պաշտոնի, բայց դա հարցի լուծումը չի։ Զինված ուժերում, նայեք, զինված ուժերում հարցի լուծումը դա չի։ Ինքը գլոբալ խորքային բան է։ Պարոն Մանուկյան, ձեր խմբակցությունում մասնավորապես դուք, եթե հնարավոր է նաև խմբակցության տեսակետը ասեք, երեկվա միջադեպին ինչպես եք վերաբերվում։ Թեման ուրիշեր ձեռնպակում այդ թեման խոսել, նայեք, բայց Դուք վիրավորական որևէ նայեք, խորհրդարանի ամբիոնից ամեն ինչ է կարելի ասել։ Խորհրդարանի ամբիոնից ամեն ինչ կարելի է, այսինքն այսօր գաղութ չի Ռուբեն Ռուբինյանը Պրագոն այցացրել այդ ենթամշակույթի քարոզություն չեմ անում, ինչ կարելի ասել, ինչի 21 թիվն եմ հիշում։ 21 թվի առաջին նիստերին այդպես էր, հիշում եմ մի ելույթին պետք է Հայկ Կոնջերանին անդրադառնալ, Ալեն Սիմոնյանին ասացի, պարոն Սիմոնյան, քավորին ուրարանալը քաղաքական կատեգորիա է թե չէ, մի պահ մտածել էր, թե իր մասին եմ ասում, շնորհակալություն։